Իրականում տենց բավականին ռիսկային վիճակում գտնվող կամուրջ էր, այս հրազդան մեծը, ու սա ոնց որ ավտոմատ կերպով մեզ բան արեց, սիգնալ տվեց, մենք բոլոր կամուրջների, բոլոր Երևան քաղաքի բոլոր կամուրջների ընդհանուր բան արեցինք, տեխնիկական վիճակի մասին աշխատանք պատվիրեցինք, հիմա էլ դա թվայնացրել ենք, GIS-ում մեր բոլոր կամուրջները իրենց պասպորտով, այսպես ասած, տեղադրված են եւ թվայնացված։ Այո։ Պետք է արդեն այդ կուլտուրան էլ մեր որ մանավանդ թվային հարթակում, թվային իրանց այդ արել ենք ամբողջը։ Որ ամեն ինչը, որտեղ ինչա օգտագործվել, որ թվին, այդ շատ կարևոր է, էլի, որ հետագայում էլ հաստատել ենք անձնագրի օրինակելի ձևը եւ կամուրջների համար, եւ շենքերի համար։ Էսա, տեսնում ենք արդեն, էլի։ Այսինքն սա պետք է այսքան հեռու չլինի։ Իրականում այստեղ հեռուի ու մոտիկի հարցը չի, այս վնասվածքներն են, որովհետև այս կարերի հատվածները, այս բոլոր հատվածները հիմնանորոգվում են։ Հիմա այն ամենախորը կապիտալ նորոգ։ Այո։ Լարերը անցկացնել գետնի տակ։ Լարերն էլ է իջնում, այդ ամենակարևոր հարցը։ Այսինքն կամրջի տեսքը լրիվ փոխվելու է։ Բանը սյուներն ենք ունենալու եւ ոչ մի լար օդում, հա։ Դա վերաբերվում է ամբողջ Կիևյանին, պարոն վարչապետ, իրականում հենց հիմա Կիևյանում այդ աշխատանքն ենք անում ու Կիևյանն էլ երկու կողմից մայթերը էլի տուֆով ենք պատելու, ոնց իրականում շատ գեղեցիկ սիրուն փողոց ենք ստանալու ամբողջական, բայց դե այս աշխատանքը ամենակարևորն է, հա, անվտանգության հատվածը։ Արև ձեզ։ Դեք ասեցինք մեր կողմը գլոբուսից դուրս ամնացել եմ չեք ուզում գալ։ Այստեղից կարելի է երկրորդ ԱՕՔ ստանալ։ Պետք է արվեստանոց նման բաներ կարելի։ հանրային նշանակության մի բան, որ մարդիկ օգտվեն դրանից։ Դե այստեղ բոլորն է հասարակական նշանակության դառնալ, ամբողջ թաղամասը։ Շատ ավելի դա։ Ճանապարհները, լուսավորությունը, տրամաբանությամբ, լուսավորություն եւ այլը, եւ ձեր կապիտալի գները բարձրացնենք, մնացածը դուք կորոշեք ինչ կանեք։ մեկ էլ օրենք ընդունենք, որով գրած կլինի ինչա կարելի կառուցել, ինչ չի կարելի կառուցել։ Պատումները դնելով, որ իրան վերադարձնենք իր պատմական տրամաբանության մեջ եւ դառնա շատ հզոր տուրիստական կենտրոն։ Շատ կարևոր պատմական մշակութային շերտ կորսվել է, էլի։ Բոլորիցն մենք պետք է պահպանենք, որովհետև էս էլ չէ մեր մասին է, մեր պատմությունը։ Ու շատ հզոր նախագիծ կստացվի եւ կոնդն էլ դες բնակիչների համար էլ մեծ ծառայություն կլինի, մեծ աջակցություն կլինի, որ զարգանա։ Այս փողոցը ավելի հետաքրքիր, ավելի աշխուժ դարձնելու շնորհիվ մենք կարողանանք ունենալ հնարավորություններ երիտասարդներին ներգրավել դեպի քաղաքի մշակութային կյանք, դեպի դրամատիկական թատրոն եւ դեպի կանաչ գոտիներ։
Նմանատիպ համագործակցությունները քաղաքի եւ միջավայրի եւ ընդհանուր այդ էկոսիստեման փոխելու մեջ շատ լուրջ գործ ունեն, որովհետեւ այո, համայնքը ինքնին շատ լուրջ աշխատանք է կատարում տարբեր հատվածներում բարեկարգումներ իրականացնելու համար, իր հերթին նաեւ մասնավոր սեկտորը, տարբեր ընկերություններ նույնպես այդ գործում մասնակցություն են ունենում, բայց իրանց այսպես ասած համագործակցությունը կամ սիներգիայի էֆեկտը կարծում եմ բերում է շատ մեծ ու լավ արդյունքի, որը հիմա տեսնում ենք կոնկրետ այս այգու կամ պուրակի բարեկարգման նախագծում։ Այս տարի մենք տոնում ենք ID բանկի գործունեության 35 տարին եւ երկար քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ այս հոբելյանական տարեթվի հետ կապված ցանկանում ենք նվեր անել Երևան քաղաքին։ Բնապահպանական մաքուր միջավայր եւ կանաչ միջավայր ունենալու գաղափարը մեր կարելի ասել սոցիալական կորպորատիվ պատասխանատվության հիմնական ուղղություններից է եւ վերջին տարիներին մենք բազմաթիվ նման ծրագրեր ենք իրականացրել։ Մենք ունենք այստեղ այգի եւ վերևի հատվածում ունենք ուսանողական կենտրոն, իրանց համատեղումը կամ կապը շատ կարևոր է, այսինքն ինքը արդեն այո գողտրիկ, լավ անկյունակայացած, իրան պետք է ավելի, այսպես ասած, ընդգծել, ավելի առանձնահատուկ սարքել, ավելի հարմար էլեմենտներով ավելացնել ու կարծում եմ դառնալու է քաղաքի ամենասիրուն ու սիրված վայրերից մեկը։ Մենք մեզ համարում ենք թվային նորարար բանկ եւ նաեւ գաղափարներից մեկն այն էր, որ այդ գաղափարը նաեւ փորձենք ներդնել այգում եւ ունենանք ժամանակակից լուծումներ, հետաքրքիր եւ տեխնոլոգիապես հարուստ լուծումներ, որոնք ավելի հետաքրքիր կդարձնեն մեր քաղաքը եւ մարդիկ սիրով կգան այստեղ իրենց ազատ ժամանակ անցկացնելու համար։ Երևանի քաղաքապետարան 2026 թվականի ծրագրերով իրականացվում է թվով 27 հասցեների կոյուղատար համակարգի եւ 2 հասցեներում հեղատար համակարգի կառուցման աշխատանքներ, ինչպես նաեւ 1 հասցեի Անդրանիկի 124 հասցեում թիվ 95 մանկապարտեզում իրականացվում է կոյուղագծի կառուցման աշխատանքներ։ Այժմ մենք գտնվում ենք հաղթանակ առաջ փողոց երկրորդ նրբանցքում, որը երբևէ կոյուղացված չի եղել։ Իրականացնում ենք նշված տարածքի կոյուղացման համակարգի կառուցման աշխատանքները։ Այսօր աշխարհում արագ զարգացող ռիթմին համընթաց քայլելու համար առհասարակ ցանկացած ոլորտում շատ կարևոր է ոլորտի մասնագետների վերապատրաստումները եւ Երևանի քաղաքապետարանը եւս շատ կարևորում է վերապատրաստումները։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հուզական աջակցության թեժգից ծրագրի շրջանակում իրականացնում ենք խմբային աշխատանքներ եւ վերապատրաստումներ Երևանի բոլոր վարչական շրջանների, հոգեբանների եւ սոցիալական աշխատողների համար։ Վերապատրաստումների եւ խմբային աշխատանքների նպատակն է վերհանել այն բոլոր մասնագիտական մարտահրավերները, որոնց բախվում են մասնագետները։ Այդ դասընթացները մեզ տալիս են նոր գիտելիքներ, փորձ։ Կուզեմ այո, որ ինքը գրի շարունակական բնույթ, բարելավելով նաեւ ինչպես մեր հոգեկան վիճակը, նաեւ կոտրելով մեր շահառուների կարծրատիպերը հոգեկան առողջության վերաբերյալ։
Բժշկական աջակցության թեժգից։ Ինչպես կարող եմ ձեզ օգնել։ Երևանցու համար ծառը պարզապես կանաչ չէ։ Դա ամառային արևից բախստվեր է։ Մանկության հիշողություն, մաքուր օդ։ Բայց կան բաներ, որոնք մնում են աննկատ։ Երևանի թեղիները հիվանդ են։ Նրանց ներսում հենց բնի մեջ հազարավոր նեմատոդներ են, փոքրիկ որդեր, որոնք սնունդ են քաշում ծառից կամաց թուլացնելով այն։ Երբ ծառը կորցնում է իր դիմադրողականությունը, սկսվում է հաջորդ փուլը՝ թեղու, տերևակեր եւ միջատների հարձակում։ Նրանք ոչ միայն կերակրվում են տերևներով, զգալի կրճատելով տերևային զանգվածը, այլև ներթափանցում են տներ, առաջացնելով ալերգիկ եւ այլ խնդիրներ։ Այո, հաճախ հարց է հնչում. ինչու չեք բուժում։ Քիմիական բարձր չափաբաժիններով մշակումը նշանակում է թունավոր նյութեր եւ ռիսկեր մարդկանց համար։ Այն անվնաս չէ եւ չի հանգեցնում ձեր եւ իմունիտետը կորցրած ծառերի առողջացմանը։ Մենք փոխարինում ենք հիվանդ ծառերը դիմացկուն եւ ֆունկցիոնալ տեսակներով։ Երբեմն հոգ տանել քաղաքի մասին նշանակում է ոչ թե բուժել հինը, այլ ընտրել նորը։